Հեսա ղեկավարներից գան իրանց հետ կզրուցեք։ Հա, մենք հենց այդ էինք ուզում, ղեկավարի հետ էինք ուզում խոսել։ Հեսա գան զրուցեք։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելուն զուգահեռ փակված Multi-Wellness մարզը առողջարանային կենտրոնը այսօր բացել էր դռները, բայց արդեն այլ անվամբ։ Կենտրոնի վրայից հանվել է Multi-Wellness վահանակը եւ փոխարինվել Երևան Wellness-ով։ Սակայն մի շարք հարցեր դեռ կան։ Այն է, արդյոք Երևանի քաղաքապետարանը կենտրոնը վերաբացել է օգտագործելով իրենի պահանձնված Multi-Wellness-ի գույքը, թե նոր մրցույթ է հայտարարվել գույքի ձեռքբերման համար։ Արդյոք Multi-Wellness-ի առգրավված գույքը սերվերները, համակարգիչները վերադարձվել են, թե ոչ, ով է վճարելու աշխատակիցների աշխատավարձերը, ում հաշվից են հարկերը վճարվելու։ Տեղյակ եք ներողություն, այն համակարգիչներ, սերվերներ, որ առգրավել էին վերադարձել, ներսում ինչ-որ տեխնիկա ինֆորմացիա չեմ դիրապետում։ Ասեք, դիմեք լրատվական վարչություն, քաղաքապետարան, սա ձեր ուզող հարցերին պատասխանը կստանան։ Ախր այստեղ մարդիկ աշխատացնում են ով է աշխատացնում։ Դե որ բաճա որ աշխատացնում է, լավ է, չէ՞, որ աշխատացնում է։ Իսկ լավ է, որ ուրիշի գույքը ապորի։ Դե արդեն մենք չենք կարող ասենք անկեղծ։ Այս եւ բազմաթիվ այլ հարցեր անպատասխան են մնում։ Մենք փորձեցինք այս հարցերի պատասխանները ստանալ կենտրոնում, որտեղից մեզ ուղղորդեցին Երևանի քաղաքապետարան, իսկ նկարահանումներն էլ անվտանգության աշխատակիցներն արգելեցին տարածքում։ Մի նկարի եղբայր։ Չէ, իրոք է, ով է Ընդհանրապես մի նկար։ Ձեզ ուզող սաղացնեք, դիմեք լրատվական վարչություն, այդքան բան։ Փորձեցինք կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության հետ, սակայն ապարդյուն։